Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ օրիետեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նեգատիվի թուղթուգրի առկայություն, իմ ուղիղետերները շատ ունիկալն են, ունիվերսալ, յուրահատուկ ուղիղետերներ են, որտեղ որ ես նաև պատասխանում եմ նման հարցերին, արդյոք ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ, թուղթուգիր, անեսք, բացասական էներգետիկա, մագիա եւ կախարդանք։ Եթե ես տեսնեմ, որ ձեր խնդիրները, ձեր պրոբլեմները, դա թուղթուգրի անեսքի պատճառ է, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Многие мои подписчики, они русскоязычные люди, дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье я выхожу в прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Ասկանը սիրելիներս, սկսենք մեր եթերները, դուք էլ եղեք ակտիվ, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, ձեր մեկնաբանություններով, ձեր նվերներով, իմ տված էներգիայի դիմաց, դուք էլ ձեր էներգիան հանձնեք։ Հերմինե 29 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 29 տարեկան առողջական։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե, կա խնդիրներ, կա դժվարություններ, կա պրոբլեմներ, ձեր վրա կա նեգատիվ, սիրելի Հերմինե, ձեր առողջական խնդիրը, դա ոչ թե սովորական ֆիզիոլոգիական խնդիր է, այստեղ ցույց է տալիս, որ ձեր առողջական պրոբլեմը, դա ձեր վրա կատարված մագիայի, կախարդանքի, ձեր վրա կատարած բողության արդյունք է։ Որպեսզի լինի առողջացում, որպեսզի լինի լավացում, սիրելի Հերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի առողջացում։ Իսկ եթե այս նեգատիվը ձեր վրայից չմաքրեք, ընդհանրակը արդյունքներ չի լինի, ձեր գործողությունները, ձեր բուժումը արդյունք չի տա, արդյունավետ չի լինի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սյուզի 22 տարեկան պետական կառույցում կաշխատեք, թե ոչ։ Սյուզի 22 տարեկան պետական կառույցում կաշխատեք, թե ոչ։
Այո, սիրելի Սյուզի, դուք պետական կառույցում կաշխատեք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Այո, դուք պետական կառույցում կաշխատեք։ Միքայել 68 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միքայելի համար։ Միքայել 68 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Միքայել ձեր անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Ցույց է տալիս, որ մեծ երազանք նպատակ ունեք, սիրելի Միքայել, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Եթե նույնիսկ խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով։ Արմինե 38 տարեկան, երեխա կլինի այս տարի, թե ոչ։ Արմինե 38 տարեկան, երեխա կլինի այս տարի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Տեսնենք սիրելի Արմինե, դուք երազանք ունեք, որ բալիկ ունենաք։ Երազանք ունեք։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր եւ անձնական ոլորտը եւ երեխա ունենալու ոլորտը, որպեսզի լինի երեխա, սիրելի Արմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ կլինի երեխա, քանի կա այս մագիան փակվում է երեխա ունենալու հնարավորությունը։ Արձոմ 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արձոմի համար։ Արձոմ 22 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Արձոմ, ոնց որ ձեր անձնականը փակված է, չի ստացվում։ Ձեր վրա կա թուղթուգիր, սիրելի Արձոմ, որի անհատական ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ձեր անձնականը չի ստացվում։ Ձեր անձնականը անընդհատ քանդվում է, անընդհատ փլուզվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Արձոմ, եւ կլինի անձնական։ Փակված է ձեր վրա հատուկ գործողություն կատարած, որպեսզի դուք անձնական չունենաք։ Անպայման դիմեք էքստրասենսի մաքրման գործողություն կատարեք։ Հրաչ 41 տարեկան ընդհանուր։ Հրաչ 41 տարեկան ընդհանուր։ Սիրելի հրաչ, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե խնդիրները կա, պրոբլեմներ կա, սիրելի հրաչ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Զինայդա 30 տարեկան։ Սիրելի Զինայդա, գրեք ձեր հարցը ավելի կոնկրետ, չեմ հասկանում ինչ է գրած։ Խաչիկ 39 տարեկան, թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Խաչիկի համար։ Խաչիկ թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Խաչիկի համար։ Սիրելի Խաչիկ, այո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա,
եւ ֆինանսական խնդիրներ կա, հնարավոր է նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի խաչիկ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ, քանի կա աս նեգատիվը, սիրելի խաչիկ, այդ նեգատիվը չի թողնում, որ դուք անձնական երջանկություն ունենաք, դուք ֆինանսական հաջողություն ունենաք։ Նարեկ 23 տարեկան անձնական, Նարեկ 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար, Նարեկ 23 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Նարեկ, եւ ֆինանսական ոլորտում եւ սիրելի Նարեկ, ձեր վրա կա տոհմական անեծք եւ ֆինանսներ դեպակված եւ անձնական դեպակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքը ձեր վրայից մաքրեք եւ անձնական կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի, այս տոհմական անեծքը սիրելի Նարեկ, ձեր մոտ առաջացնելու է շատ մեծ խնդիրներ, շատ մեծ դժվարություններ, ձեր կյանքի մեջ մտցնելու է քաոս, անհավաղ սիրելի Նարեկ, կատարեք մաքրման գործողություն եւ դեռ դուք երիտասարդ եք, ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն։ Մայրամ 30 տարեկան անձնական, Մայրամ 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար, Մայրամ 30 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Մայրամ, Սիրելի Մայրամ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա տոհմական անեծք, հնարավոր է հայրական ազգի ճյուղն է անեցված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Եթե դուք մաքրման գործողություն չկատարեք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի խնդիրներ, կլինի խնդիրներ եւ այդ խնդիրները, խնդիրները քանի կնան, այնքան կշատանան։ Զինայդա 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Զինայդայի համար, Զինայդա 30 տարեկան անձնական, սիրելի Զինայդա, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաղթանակներ է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում, Կարինե 38 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ, Կարինե 38 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ, կա խնդիրներ սիրելի Կարինե, դուք կունենաք բալիկ, ճիշտ է կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց բժիշկների միջամտությամբ դուք երեխա կունենաք, սիրելի Կարինե, դուք երեխա կունենաք։ Կայանե 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար, Կայանե 48 տարեկան անձնական, սիրելի Կայանե, ձեր եւ ֆինանսական ոլորտում կա խնդիրներ, եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, սիրելի Կայանե, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա դժվարություններ, դուք չեք կարողանում այդ դժվարությունները հաղթահարել, բայց ուղղակի որոշակի ժամանակ է պետք, բայց որոշակի ժամանակ հետո ճիշտ է դժվարություններ կա եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է պետք, որոշակի ժամանակ, գիտեք ինչ,
Ոնց որ դժվարությունը խնդիրը թողնում եք անցյալում եւ ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհը։ Վարդուշ 68 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդուշի։ Վարդուշ 68 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Սիրելի Վարդուշ, այո, կա թուղթուգիր, կա մագիա, եւ ձեր վրա, ձեր ընտանիքի վրա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վարդուշ, եւ ձեր ընտանիքի մեջ, եւ ձեր ազգի մեջ, եւ ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, այո, թուղթուգիր կա։ Վերգինե 47 տարեկան անձնական Վերգինե 47 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վերգինեի համար Սիրելի Վերգինե ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, եթե կա խնդիր, պրոբլեմ դրանք թողնում եք անցյալում, ձեր դեմ հաջողության ճանապարհ է բացվում։ Արփինե 19 տարեկան թուղթուգիր նեգատիվ կա թե ոչ։ Արփինե 19 տարեկան Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե 19 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Սիրելի Արփինե, այո, կա թուղթուգիր։ Ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուք դեռ երիտասարդ եք, դուրս եկեք այս նեգատիվից, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սա նաեւ հնարավոր է ոչ թե թուղթուգիր է, այլ հնարավոր է տոհմական անեզք է, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Կա թուղթուգիր։ Սուսան 39 տարեկան ֆինանսական Սուսան 39 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսանի համար Սիրելի Սուսաննա, եթե կանոնից ֆինանսական խնդիրներ, այդ ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է հաջողություն, սիրելի Սուսաննա։ Սեդա 36 տարեկան անձնական Սեդա 36 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի համար Սեդա 36 տարեկան անձնական Սիրելի Սեդա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, հնարավոր է նաեւ առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա մեծ կախարդանք կա։ Հերմինե 22 տարեկան անձնական գործնական Հերմինե 22 տարեկան անձնական գործնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Սիրելի Հերմինե կա խնդիրներ ֆինանսական ոլորտում, բայց եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Հերմինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սկզբից ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, հաղթանակ, հետագայում նաև ֆինանսական ոլորտում։ Արփինե 25 տարեկան անձնական ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար Արփինե անձնական ֆինանսական
Կախնդիրներ, սիրելի Արփինե, գիտեք ինչ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Արփինե, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Սակո 40 տարեկան դուրս կգաք Հայաստանից թե ոչ։ Սակո 40 տարեկան դուրս կգաք Հայաստանից թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Սակո, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չեք տեսնում, որ դուրս կգաք Հայաստանից, որպեսզի Հայաստանից դուրս գաք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր դեմ կբացվի ճանապարհներ, ձեր դեմ կբացվի հնարավորություններ, քանի կա այս նեգատիվը սիրելի Սակո, չեմ տեսնում, որ դուրս կգաք։ Նաթելա 35 տարեկան ընդհանուր։ Նաթելա 35 տարեկան ընդհանուր։ Սիրելի Նաթելա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կան խնդիրներ, եւ անձնական ոլորտն է փակ, եւ ֆինանսական ոլորտն է փակ, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր կյանքի բոլոր չակրաները, բոլոր ուղիները, ձեր բիոէներգետիկ դաշտի բոլոր չակրաները փակված են, դրա համար ոչ անձնական կա, ոչ էլ ֆինանսական։ Ասլան հեղինե, կլինեն միասին թե ոչ։ Ասլան հեղինե, կլինեն միասին թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Ասլան, սիրելի հեղինե։ Ցույց է տալիս դժվարություններ, գիտեք ինչ, սիրելի Ասլան, սիրելի հեղինե, այստեղ ցույց է տալիս, որ կա մագիա, կա կախարդանք, հնարավոր է աշկ լինի, հնարավոր է թուղթուղիր լինի, որի պատճառով անընդհատ ամեն ինչ փակվում է, դժվարություններ է առաջ գալիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք ձեր վրա պաշտպանություն, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի միություն, լինի ամուսնություն, քանի կա այդ նեգատիվը, այդ բացասական էներգիան, այնտեղ միություն չեմ տեսնում։ Հերմինե 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 30 տարեկան։ Սիրելի Հերմինե, ձեր եթե կա խնդիրներ նույնիսկ ձեր կյանքի անձնական ոլորտում, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Հերմինե, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Կարինե 60 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 60 տարեկան ֆինանսական։ Սիրելի Կարինե, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Կարինե, դուք կարողանալու եք այդ ֆինանսական խնդիրներից, պրոբլեմներից, դժվարություններից ձերբազատվել։ Դա անմիջապես չի լինելու, բայց կամաց դուք ունենալու եք ստաբիլ ֆինանսական վիճակ։
Անի 21 տարեկան ընդհանուր Անի 21 տարեկան ընդհանուր Սիրելի Անի, ձեր եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Անի։ Մարիետա 21 տարեկան ընդհանուր Մարիետա 21 տարեկան ընդհանուր Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարիետայի համար Սիրելի Մարիետա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է անձնական երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մարիետա, Սիրելի Մարիետա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն, երջանկություն է ցույց տալիս, Ոստան 39 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, մեր սիրելի Ոստանի համար, Ոստան 39 տարեկան ընդհանուր Սիրելի Ոստան, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս Հենդրիկ Նարի Մագդա հուշկուն է հրանտներ զանգում, դու մի հատ իրանց տես կնացան Լորաննա 39 տարեկան ընդհանուր Լորաննա 39 տարեկան ընդհանուր Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լորանայի համար Սիրելի Լորանա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն Արոք 47 տարեկան ընդհանուր Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արոյի Արայիկի համար Արոք 47 տարեկան ընդհանուր Արոք 47 տարեկան ընդհանուր Կա խնդիրներ սիրելի Արոք, կա դժվարություններ, կա բարդություններ, կա պրոբլեմներ Եվ անձնական, եւ ֆինանսական ոլորտում ցույց է, գիտեք ինչ, սիրելի Արո, ցույց տվեց, որ ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ձեր վրա սկսելու է առաջ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է խնդիրներ, եւ ֆինանսական, եւ անձնական ոլորտում։ Ցույց է, ինչ է ցույց տալիս նոր գործողություն, Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև ձեր վրա կա նոր կատարած կախարդանք եւ մագիա։ Եվ այս կախարդանքն ու մագիան կբերե պրոբլեմներ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Ձեր վրա թուղթուգիր են արել, սիրելի Արայիկ։ Անպայման դիմեք էքստրասենսի, մաքրման գործողություն կատարեք, Լիլիթ 27 տարեկան ընդհանուր,
Լիլիթ 27 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականներն է փակված, ձեր գործնականներն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Լիլիթ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ, քանի կա նեգատիվը, ընդհանրակը, քանի կնա այնքան պրոբլեմները կշատանա, այնքան կբարտանա։ Անգելինա 40 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անգելինայի համար։ Սիրելի Անգելինա, այո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեստ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև եթե չմաքրվեք, ավելի իշկան կնա, այնքան կվատանա, այնքան կբարտանա ամեն ինչ։ Նաիրա 34 տարեկան ընդհանուր։ Նաիրա 34 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նաիրայի համար։ Սիրելի Նարինե, ընդհանրապես ցույց է տալիս, որ հաջողություններ կա եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Նարինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները կատարվելու են։ Անժելա 44 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ այս տարի։ Անժելա 44 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չի լինի բալիկ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի բալիկ։ Փակված էր ձեր երեխա ունենալու հնարավորությունը։ Տանյա 58 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տանյայի համար։ Սիրելի Տանյա, կա առողջական խնդիրներ, ձեր առողջական խնդիրները սովորական ֆիզիոլոգիական խնդիր չէ։ Աստված ցույց է տալիս, որ ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, որը բերել ձեզ հասցրել, կանգնեցրել է այդ առողջական վտանգավոր իրավիճակի առաջ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, նաև կատարեք բժիշկների ցուցումը, կլինի ապակինում, կլինի լավացում։ Իսկ եթե դուք ձեր բիոէներգետիկ դաշտը չմաքրեք, բժիշկների ցուցումով դուք չեք կարողանա այդ առողջական խնդիրը հաղթահարել։ Ընդհանրակը, քանի կնա, այնքան կբարտանա։ Նվեր 36 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի նվերի համար։ Նվեր 36 տարեկան ընդհանուր։ Սիրելի նվեր, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի նվեր, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Աստղիկ 37 տարեկան անձնական։ Աստղիկ 37 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աստղիկի համար։ Աստղիկ 37 տարեկան անձնական։
Սիրելի աստղիկ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի աստղիկ, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ կա անձնական պրոբլեմ, ձեր այդ անձնական պրոբլեմները վերանում է, ավարտվում է, դուք այդ անձնական պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սամվել 52 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 52 տարեկան ընդհանուր։ Սիրելի Սամվել, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, կա առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում է կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, ընդհակառակը կլինեն պրոբլեմներ, կլինեն դժվարություններ։ Ռուդիկ 28 տարեկան ընդհանուր։ Ռուդիկ 28 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Ռուդիկ 28 տարեկան ընդհանուր։ Սիրելի Ռոդիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոնական անեզք, եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ռոդիկ։ Կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում է կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Դուք դեռ երիտասարդ եք։ Արեք 34 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Արեգ 34 տարեկան գործնական։ Սիրելի Արեգ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Մոնիկա Արմեն պաուզա է թե բաժանում։ Մոնիկա Արմեն, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մոնիկայի եւ Արմենի համար։ Պաուզա է թե բաժանում։ Մոնիկա Արմեն։ Պաուզա է թե բաժանում։ Տարապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի Մոնիկա, սիրելի Արմեն։ Գիտեք ինչ, ոչ թե պաուզա է, ձեր այդ խնդիրը, ձեր բաժանումը, ձեր վիճելը, դրանք բոլորը կախված է, որ ձեր երկուսի վրա Մոնիկա, սիրելի Մոնիկա, Արմեն, ձեր երկուսի վրա կա թուղթուգիր, կա անես, կա մագիա, կա կախարդանք, որի պատճառով վիճաբանություններ է, որի պատճառով իրար չեք հասկանում։ Եթե նույնիսկ միություններ լինի, նորից այս նեգատիվը չի թողնելու, որ դուք երջանիկ լինեք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մոնիկա, սիրելի Արմեն, եւ դրանից հետո չի էլ լինի վիճաբանություններ, նաեւ կլինի անձնական երջանկություն, կլինի միություն։ Սուսաննա 21 տարեկան, այս տարի կամուսնանաք թե ոչ։ Սուսաննա 21 տարեկան, այս տարի ամուսնություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 21 տարեկան։ Այո, սիրելի Սուսաննա,
ամուսնություն կլինի, երջանկություն կլինի, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սուսաննա, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, ձեզանից էլ աշկա լուսանք եմ սպասում։ Կայանե 43 տարեկան, անձնականում փոփոխություն կլինի, թե ոչ։ Կայանե 43 տարեկան, անձնականում փոփոխություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Սիրելի Կայանե, ոչ ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա տոհմական անեծ, որի պատճառով անձնականում էլ որ փոփոխություն լինի, ոչ թե լինելու է դրական փոփոխություն, այլ ընդհակառակը, քանի քնա այնքան կվատանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է անձնական երջանկություն, նոր հնարավոր է անձնական հարաբերություններ։ Այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր կյանքի անձնական ոլորտներ, խնդիրներ կա նաև ֆինանսական ոլորտում։ Սամվել 38 տարեկան, ընդհանուր։ Սամվել 38 տարեկան, ընդհանուր։ Այո, ես մաքրման գործողություն կատարում եմ, դուք կարող եք նաև ինձ դիմել։ Սամվել 38 տարեկան, ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Սամվել, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, ոնց որ ձեր մեկը երկուս չդառնա, ձեր վրա կա թուղթուկիր, սիրելի Սամվել, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա, եւ գործնական խնդիրներ կա, ամեն ինչ պրոբլեմներով է։ Սիրելի Սամվել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Ձեր վրա թուղթուկիր կա, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Անընդհատ վազում եք եւ ոչ մի հաջողություն չկա։ Անի 37 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 34 տարեկան, առողջական։ Կա խնդիրներ, սիրելի Անի, եւ անձնական ոլորտում, եւ առողջական ոլորտում։ Ցույց է տալիս, որ ձեր առողջական խնդիրը դա սովորական առողջական խնդիր չէ, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ձեզ կանգնեցրել է նման էներգիայի, բացասական էներգիայի առաջ է մտցրել։ Քանի կա այս թուղթուկիրն ու այս մագիան, առողջական լավացում չեմ տեսնում, ընդհակառակը կարող է եւ բուժումներ նույնիսկ արդյունավետ չլինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ նոր դրանից հետո հնարավոր է որ բուժումը լինի արդյունավետ։ Քանի կա այդ նեգատիվը, արդյունավետ բուժում էլ չի լինի։ Անպայման մաքրվեք։ Գրիգոր 30 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգորի համար։ Գրիգոր 30 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Գրիգոր, կա խնդիրներ, կա դժվարություններ։ Գիտեք ինչ, սիրելի Գրիգոր, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է եւ անձնական ոլորտը, փակում է եւ գործնական ոլորտը, դուք շարժվում եք, բայց առաջ չեք գնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գրիգոր, եւ հնարավոր է որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինի հաջողություն, դուք դեռ երիտասարդ եք, իսկ եթե այս նեգատիվը մնա, ընդհակառակը, քանի գնա այնքան կվատանա ձեր մոտ ամեն ինչ կվատանա։ Հելեն 21 տարեկան, անձնական։ Հելեն 21 տարեկան, անձնական։
Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլենի համար։ Էլեն 21 տարեկան անձնական։ Էլեն 21 տարեկան անձնական։ Սիրելի Էլեն, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Էլեն, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Հարութ 30 տարեկան ընդհանուր։ Հարութ 30 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հարութ, ցույց է տալիս, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ ֆինանսական, եւ անձնական, եւ գործնական կլինի հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Թեմուր 28 տարեկան ընդհանուր։ Թեմուր 28 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թեմուրի համար։ Թեմուր 28 տարեկան ընդհանուր։ Սիրելի Թեմուր, ձեր մայրական ազգը անեսքի տակ է, որի պատճառով եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Թեմուր, եւ կլինի անձնական եւ կլինի գործնական, քանի կա այս նեգատիվը ոչ մի հաջողություն չեմ տեսնում։ Արտյոմ 33 տարեկան անձնական։ Արտյոմ 33 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 33 տարեկան անձնական։ Սիրելի Արտյոմ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արտյոմ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Մայրամ Գևորգը եւ կգրի Գևորգը։ Մայրամ Գևորգ եւ կգրի։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Մայրամ Գևորգ։ Սիրելի Մայրամ, սիրելի Գևորգ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ոչ կգրի, ոչ էլ լուր կստանաք։ Այս մագիան այնպես է կատարված, որ լինի բաժանություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելիներս, եւ ձեր դուք կգրեք, կմիանաք, բայց քանի կա այս նեգատիվը, ոչ կլինի միացում, ոչ էլ կլինի շփում, ոչ էլ կլինի հաշտեցում։ Սուսաննա 21 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 21 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, Սուսաննա։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ սիրելի Սուսաննա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեսք,
որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա, եւ ֆինանսական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է լինի անձնական, հնարավոր է լինի գործնական։ Այս նեգատիվը, այս անեզկը թուղթուգիրը ամբողջովին գողանում է ձեզ եւ անձնական երջանկությունը եւ ֆինանսական հաջողությունը։ Մայրամ 72 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Մայրամ 72 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելի Մայրամ, ոչ թե թուղթուգիր է, այլ տոհմական անեզք է, ձեր վրա, ձեր ազգի վրա, ձեր ընտանիքի վրա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի հաջողություն եւ ձեր կյանքի մեջ, եւ ձեր հարազատների, ձեր ընտանիքի կյանքի մեջ։ Այո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա տոհմական անեզք, որը ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, քան թուղթուգիրը։ Արման 23 տարեկան ընդհանուր։ Արման 23 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Սիրելի Արման, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Սկզբից ֆինանսական ոլորտում է լինելու, հետագայում նաեւ անձնական երջանկություն եք ունենալու։ Ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ալիսա 59 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալիսայի համար։ Ալիսա 59 տարեկան ընդհանուր։ Սիրելի Ալիսա, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եւ անձնական խնդիրներ է, եւ ֆինանսական խնդիրներ է, եւ առողջական խնդիրներ է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն։ Ձեր վրա կա տոհմական անեզք, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Եվ ձեր եւ ազգի վրա կա այդ տոհմական անեզքը։ Աննա 34 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 34 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Աննա, ձեր անձնականը փակված է։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա շատ մեծ ուժեղ թուղթուգիր կա, սիրելի Աննա։ Շատ ծանր էներգիայով եք ժողովուրդ, շատ։ Անի 31 տարեկան։ Այս տարի բալիկ կունենաք թե ոչ։ Անի 31 տարեկան,
այս տարի բալիկ կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անեի համար։ Այո, սիրելի Անի, դուք բալիկ կունենաք, ձեզանից էլ աշկալ ուսանք եմ սպասում, դուք բալիկ կունենաք։ Գոր 40 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի գորի համար։ Գոր 40 տարեկան ընդհանուր։ Սիրելի գոր ձեր վրա կա թուղթուգիր, կնոջ կողմից կատարված թուղթուգիր, եւ ձեր անձնականն է փակված, եւ ձեր գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքի տակից, դուրս եկեք այս մագիայի տակից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա մեջ շատ ուժեղ թուղթուգիր կա, սիրելի գոր, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Արմինե 45 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 45 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արմինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Այսօր իմ բոլոր ունկնդիրները շատ ծանր էներգիա ունեն, շատ ծանր էներգիա։ Հղիության հետ կապված խնդիրներ, ամուսնության հետ կապված խնդիրներ, ֆինանսների հետ, առողջական խնդիրներ։ Կալեպսի 48 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կալեպսեի համար։ Կալիպսե 49 տարեկան ընտանեկան։ Կա խնդիրներ, սիրելի Կալիպսե, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ոչ ընտանեկան հաջողություն կա, ոչ անձնական երջանկություն կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Կալիպսե, դուրս եկեք այս նեգատիվից, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի ընտանեկան երջանկություն եւ կլինի հաջողություն։ Այսօր շուտ եմ ավարտում իմ ուղիղ եթերս, որովհետև շատ ծանր էներգիա ունեցող մարդիկ կային, սիրելիներս։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, կարող եք զանգել, ժամպայմանավորվել, այցելել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Իմ ուղիղ եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Ադնակլասնիկում, գրանցվեք TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, համայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Սիրելիներս, ում որ չկարողացա այսօր պատասխանել, իմացեք, որ վաղը նույնպես ուղիղ եթեր է, կարող եք զանգել, կարող եք կապնվել, կարող եք տալ ձեր հարցերը, վաղը անպայման կպատասխանեմ։ Եթե ունեք հարազատներ, բարեկամներ, ովքեր որ
ունեն էքստրասենսի կարիքը, իրենց նույնպես կարող եք ներկայացնել, որ շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղետեր եւ պատասխանում եմ ձեր հարցերին, թող իրենք էլ նույնպես այս ուղիղետերներին մասնակցեն։ Գրանցվեք իմ ալիքներից նման ձևով դուք էլ ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Այսքանը շնորհակալ եմ։ Շատ ծանր է մարդկանց էներգետիկան, շատ շնորհակալ եմ։ Ինձ առողջությունը շատ է անհրաժեշտ Փառք Աստծո։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։